փունջ ունենք, բայց ամենատպավորիչը դաշնակներին վերաբերյալ հայհոյանքն է, օրինակ իմ կողմից շատ հարգված մի մարդ ասում է շունս դաշնակ ըլլա հաց չեմ տա, հենց ձեր դաշնակցական առաջին վարչապետն է ասել, որ դաշնակները այլևս անելիք չունեն, իսկ Մեծն Թումանյանը ասել է ավելի մեծ վնաս, քան դաշնակները ոչ ոք չի հասցրել հայ ժողովրդին, այսքանը դաշնակների մասով Տիկին Մելիքյան ես ձեր գործընկերոջն եմ արձագանքում, Տիկին Մելիքյան, դուք չգիտեմ կգաք այստեղ ինչ կասեք, կփորձեք, չես ուրիշ բան եմ ասում, ամենայն հարգանքով ձեր անձի հանդեպ, բայց երբ որ դուք խոսում եք մի տեսակ սովետի ու կրասնի Մոսկվայի հոտ է գալիս, ամենայն անկեղծությամբ եմ ասում, որտեղ դուք անդադ սովետ եք ասում, իսկ սովետը վաղուց չկա, 1997 թվից է 2007 թվականին ձեր քաղաքական պապիկն է եղել, քանի որ ես միշտ ասում եմ քաղաքական հայր մի ձևի նեղանում եք, հետո հասկացա, որ ինքը Քոչյանը ձեր պապիկն է, ոչ թե հայրը, որտեվ հայրը ոնց որ ինչ էր անունը, Դոնբասի Անդոն է, ուրեմն շատ ես իմ չափերի մեջ եմ, ես եմ որոշում իմ չափերը, դուք չեք որոշում, իմ չափերը ես եմ որոշում, դուք չեք որոշում իմ չափերը, քո չափերի մեջ մնա, չափերիդ մեջ մնա, Տիկին Վարդանյան, մի րոպե, հարգելի գոհ, մի րոպե, երբ որ ասում եք, պիտի լռություն, շարունակեք, երբ որ ասում եք, պիտի պատրաստ լինեք պատասխան ստանալ ու համբերատար լսել, 1997 թվականից 2007 թվականին օտարված մանկապարտեզները, Տիկին Մելիքյան, երբ որ դուք այստեղ ասում եք, որ ճիշտ են արել, որտև այդ ժամանակ ծնելիություն չկար, երեխա չկար եւ այլն, ինչի համար չկար, դա էլ եկեք, ես վստահ եմ, որ ձեր ելույթի մեջ կասեք, ինչի համար չկար ծնելիություն, ով էր օտարել են ամեն ինչ, ով էր աշխատատեղերը փակել, գործարանները օտարել, որ մարդիկ գնային աշխատեին, ամենամեծ արտագաղթը եղել է այդ տարիներին, ամենամեծ վնասը Երևան քաղաքին եւ երևանցիներին հենց այդ տարիներին է հասցվել, իսկ դուք եկել եք որտեղ համեմատում եք ինչ-որ բաներ իրար հետ, Տիկին Վարդանյան, հեչ համեմատելու չի, շնորհակալություն, Մանուկ Սուքիասյան,